լուրջեր է ասում, ուրեմն պատմեմ պատմությունը, իմ եւ այս գործիքի սիրո պատմությունն է։ Սեր առաջին հայացքից։ Երբ որ ես այս գործիքը տեսա YouTube-ում, տես պրոստը ինչ-որ երկու տղային նվագում էին ու շատ սիրեցի, հետո այդ ընթացքում բենդում էի աշխատում ու բենդի տղաները գնացել էին Ֆրանսիա ու ինձ ընդեղից բերել էին նվեր, մի հատ բաժակ, մի հատ խոզուկ կապիլկա։ Ես կյանքում ոչ փող եմ հավաքել, ոչ կապիլկա եմ ունեցել, որտեղ փող չունեի։ Ու տենց ասի լավ, ինչ անեմ այս կապիլկի մեջ փող հավաքեմ ու որոշեցի, որ այս գործիքի փողը պետք է հավաքեմ։ Հետո մտա ինտերնետ, ես գործիքի գները տեսա, իսկ այս գործիքի գները այդ թվերին, տենց ասենք ավելի շատ, ասենք 9,000, 13,000 դոլար եմ, որ տենց նայեցի այդ գներին, նայեցի կապիլկին, ասի լավ, կստացի այդ կապիլկին ես մինչև օրս, մինչև վերջ երբեք չեմ հավաքել, միշտ մեջից մի խոսքով ու տենց մոռացվեց գնաց ու հա ինչի էր տենց թանկ, որովհետև ինչ որ մի հատ կամպանիա կար, գործարան կար, որ թողարկում էր այս գործիքը, որը փակվել էր ու ոնց որ դրանք աուկցիոններով բանով էին ծախում դրա համար էր այդ թվերը, կամ էլ կային, ասենք գարաժներում մարդիկ բոճկեքից բաներից սարքում էին, բայց էլի տենց թվեր էին ու համը որակը լավը չէր։ Ու այդ ինֆորմացիան իմ գլխում ու վсё, ես խաչ էի փակել։ Հետո արդեն այս տարի, երբ որ ես տեսա, որ այդ ռուսները տալիս են այս դասերը, բան անպայման գնացի ու հետո այդ աղջկան այդ դաս տվողին հասեց այս պատմությունը պատմեմ ու ասում եմ իրոքը տենց թանկ են այս գործիքները ու ինքը ինչ ասում իրականում սա որպես այդպիսին ինքը ինչ որ կա իր նախատիպը դե լուբոյ հարվածային գործիք էլ կարա համարվի իր նախատիպը հարվածաձայնային հա այդ լուբոյ այդպեսա գործիք կարա համարվի իր նախատիպը բայց կոնկրետ իրանը չեմ հիշում ինչական է բայց ոնց որ էսի սենսա էնի սենսա ինչ որ տենց բանը դրանից են ոգեշնչվել ու 2000 թվականին անդամեն այս գործիքը հորինվել շվեյցարացի բուսակերների կողմից բուսակեր յոգենի կողմից հա ամուսիններ են եղել իրանք են այս գործիքը հորինել հետո ժամանակի ընթացքում գործարան են սարքել ասում դու 1.15 թվին ես հիշել մեկ էլ վերջերս ես հիշել պատահանը դե ընթացքում հա YouTube-ով լսել եմ բան Հիմա այս գործիքը, ասենք կոնկրետ էսի մի $300 է, բայց էսի շատ վատ գործիք է։ Լավերը տենց 1000 պլյուս։ Okay։ Ու տենց դեկա ավելի թանկերն եկան, արդեն որտեվ ու ստանդարտ չի, հա, բայց մի հատ էս պատմեմ, հետո անցնենք։ Հերթով Լևոն ջան, առաջ մինգի։ Ուրեմն էս զույգը որ արել է այդ գործարանը բացել է ու շատ սահմանափակ քանակությամբ քանակ է թողարկել ամեն տարի ու եթե դու ուզում ես այդ գործիքը առնեիր դու պետք է իրանց մոտիվացիա նամակ գրեիր իմ ես երևի ու պետք է դու գրեիր թե դու ինչի ես ուզում ես գործիքը ունենաս ու իրանք տենց ընտրում էին թե ում վաճառել գործիքը ու դաժե ինչ որ մի հատ եսիմ որտե Եվրոպայում մի հատ էթնիկ գործիքների խանութ է ու իրանց 10 հատ ուղարկել էին ու դաժե տենց YouTube-ում հաղորդում կա դրա մասին, որ այդ խանութի տերերը տենց ասում են իրանք մեզ 10 հատ գործիք են ուղարկել, բանետի տենց բանա։ Բայց հետո արդեն տարածվել է կոնկրետ էսի պարսկական ֆիրմա է, հիմնական պարսիկներն են արտադրում, շվեյցարական է կա ու տենց մի երկու երկիր եկա որ արտադրում են, բայց ամեն դեպքում տենց գիտար, չգիտեմ, ջութակ ֆլեյտա, տենց տարածված չի էլի ու էլի մեկը քիչ քանակությամբ է ու էլի համեմատած թանկ։ Էդի տենց իրա պատմությունը նոտաների հետ կապված, ոնց որ իրանք տարբեր են լինում էլի, հիմա նայ օրինակ ես սրա վրա ինչ-որ մի հատ գործ եմ սովորում, ես գնում եմ իմ այդ դասի տեղը չեմ կարող նվագեմ, որովհետև լարվածքները ուրիշ են, օրինակ էսի մաժորա ու չգիտեմ ինչ մաժորի մեջ է ընդեղի գործիքները մինորներ են, պլյուս հետո արդեն կատարելագործում են, հիմա ստեքանի նոտա 1, 2, 3, 4, 5, 6, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 հատ նոտա է աստեն օքեյ, սը հետ է 9, բայց օրինակ գործիքներ կան, որ ստել է, 4 հատ կամ մի քանի հատ նոտա ստել կա, գործիքներ կա, որը ստել կան նոտաներ, այսինքն հիմա ստե ամբոլոր նոտաները չի, պլյուս դասավորվածությունն էլ է ուրիշ, օրինակ հիմա ստեղ էսի լյայա, չէ էսի չի լյա մի վարկյան, էսի ալյա, բայց օրինակ ուրիշ գործիք ստեն լյան չի, հետո ստեղի դասավորությունը օրինակ սենցա
դաժե խրոմատիկ է չի, բայց սենց է բարձրանում, բայց օրինակ գործիքներ կան, որ սենց է, ոչ իմ դասավորվածությունը խառն է, էլի ստանդարտ չի։ Հետո կա օրինակ էսի այդ կելտիկ ոճի բանն է, հնչողությունն է, կա օրինակ արևելյան ոճի հնչողությունը, օրինակ էսի սենց ինչ սենց սխմում ես, սենց այդ տենց յոգիստ բանտոնից կելտիկ վիճակներն է, իսկ այդ արևելյանը ինչ խփում ես, սենց այդ արևելյան ինչ-որ ձայն է հանում։ Ինքը… Նոտաներ մեկա կա իրա վրա։ Որպես այդպիսին կա, բայց նու տենց որ դու դաշնամուրի նման փորձես նոտա հիշես, ահա որ կխառնես, պլյուս ուրիշ գործիքի վրա, եթե դու էլի նոտայի պրինցիպով ուզենաս արիենտիրովկա լինես, շատ դժվար կնի, այսի ավելի սենց ինտուիտիվ գործիք է, էլի ավելի շատ, բայց իհարկե… Հա, բայց հա, բնականաբար ինչքան շատ լինի գիտելիքդ երաժշտության մեջ, այդքան ավելի հեշտ կողմնորոշվես։ Ինքը ամեն դեպքում ռիթմի ու ռիթմի զգացողության ու հարվածայինին տիրապետելու բանի հետ կապ ունի, էլի, որտեղ օրինակ իմ համար միակ բարդ բանը, որ ես կարող եմ անել, դու էլ ես լսում դուս, միակ բանը, որ ես կարող եմ անել, հələ որ էդի էս ձեռով էս հավասար չափը բռնելն է, սրանով ինչ-որ բաներ նվագելը, էլ չեմ ասում, որ հարվածային, ասենք բարաբանщիկները 1000 հատ ուրիշ բաներ չի անում, որը ես չեմ կարում, որովհետև չեմ կարում երկու ձեռս տարբեր բաներ անեմ, ավտոմատ ռեֆլեքսով սկսում եմ նույնը անել։ Էդը տենց, ինքը իհարկե տենց, չգիտեմ, գիթառ, դաշնամուր, ջութակ, տենց բարդ չի, բայց ավելի բարդ է, քան թվում է։ Այդ կապակցությամբ ես ձեզ համար հիմա մտնում եմ, բայց խիստ չտապել խնդրում եմ։ Են առաջին stories բան։ Օրինակ, այդ դրան բարավը։
հաշիվն եք վերցնում 1 раз и 2 и 3 и 4 и раз и 2 и 3 и 4 и ու ասենք սենց տարբեր վարժություններ ենք անում ասենք այս ռիթմն է կամ հիմա ամեն հաշվի վրա